Բարև ձեզ, ոնց եք, լավ եք, դուք ոնց եք։ Շատ լավ եմ ես, Մենք շատ լավ, Ոստիկանապետի պաշտոնը լքելուց հետո քաղաքականությամբ եք զբաղվում։ Իհարկե ոչ, Բա հիմա ինչ եք եկել եք։ Եկել եք քարոզարշավին մասնակցել։ Ոնց ձեզ ինչ է թվում։ Ես ձեզ եմ հարցնում ձեր Մենք մասնակցելու, որ վաղ ավելի լավ որ ապրենք, լավ ապրենք։ Չեղա որ քաղաքականությամբ եք զբաղվում ոստիկանապետի։ Ոնց կուզեք, մեկնաբանեք դուք։ Ուզում եմ հասկանալ, դուք եկել եք քարոզարշավին Որպես հայ մարդ գտնվում եմ, Ձեր տղան ցուցակում է, չէ՞, քաղաքացիական պայմանագիր կուսակցություն։ այո, Իսկ դուք ինչու լքեցիք ոստիկանապետի պաշտոնը, կբացահայտեք։ իսկ ձեզ հարցնեմ էլի, մեծ հարգանքով։ Հիմա դրա ժամանակն է։ Իհարկե, բա Մի օր առաջին հատուկ հրավեր կլինի, կհանդիպենք, Դրանից լավ առիթ, պարոն Հովհաննիսյան։ Չեմ ուզում Մեղադրում էին մասնավորապես ձեր տղայի դեպքով, որ վարորդական վկայականներ են կեղծել եւ այլն եւ այլն։ Դուք այդ մեղադրանքներին կարձագանքեք։ Կարձագանքեն, որ գլուխները պատին են տվել նման մեղադրանքներ հնչեցողները։ Իսկ դուք Չկա նման բան։ Ինչ որ ասվել է, նման բան չկա, խնդրում եմ ավարտենք դրանով էլի։ Այնքան բաներ էին ասում, որ որը մասնավորը։ հիմա ես ասեմ, որը։ Ասեք, իհարկե, ձեզ հետ հնարավորություն եք։ Չէ, շնորհակալ եմ ես, լավ եղեք։ Դուք իսկ երբանից եք սատարում քաղաքացիական պայմանագրին, պարոն Հովհաննիսյան։ Քաղաքացիական պայմանագրի սատարել չսատարելու խնդիրը չի ստեղ։ Ինչն է, հիմա եկել եք իրենց Ենք մեր երկրի իշխանությունների կողքին ենք, մեր ժողովրդի կողքին ենք։ ոստիկանապետ եղած ժամանակվանից մինչև հիմա։ Դա ասում եք որպես Միշտ էլ եկել ենք ստեղ, որ վաղվա լավ օրը պատկերացնելով, որ դուք ոստիկանապետի պաշտոնն եք զբաղեցնում, ձեր քաղաքական հայացքներով պայմանավորված եք այդքան ոստիկանություն կենտրոնացնում, որ վարչապետի անվտանգությունը պահպանեին։ Եվ նախկինում, եւ ներկայում իմ նախկին գործընկերները հասարակական կարգ են պահում, որ իրենց սուրբ պարտականությունն է եւ շատ լավ կատարում են, ինչպես նաեւ նախկինում հասարակական կարգ ենք պահել, կողմնապաշտություն չի եղել, հասարակական կարգ ենք պահել։ Լավ, մենք ասեք, երբանից եք քաղաքացիական պայմանագիր կուսակցության հայացքները կիսում։ Միշտ էլ կիսել ենք, էլ քաղաքականությամբ զբաղվելու ուրիշ է, հայացքները կիսել ուրիշ է։ Կոնկրետ որ հայացքն եք կիսում ՀՊ-ի։ Օրինակ ձեր շատ զինծառայողներ գնացել էին Արցախ եւ զոհվել են, պարոն Հովհաննիսյան։ Դուք հաշտեք հիմա։ Խնդրում եմ նման հարցեր մի տվեք դուք։ Այդ պրովոկացիոն հարցերը մի տվեք։ Պրովոկացիա, որ գնացել զոհվել։ Նախին, դե զոհվել են, բոլորն զոհվել են, ափսոս, շատ ափսոս, իհարկե, իմ գործընկերներն են եղել, մեր զինվորներն են եղել, բայց ախր իզուր եք նման հարցեր տալիս, այսօր դրա օրը չի, հա ջան։ Տեսնում եմ դեռ չեք հասցրել քարտեզից ձեռք բերել առանց Արցախ։ Պատրաստ կա ձեռքը բերել, ոչինչ։ Քարտեզ կկրեք։ Կկրեք քարտեզամը։ Քաղաքական դեմքեր կան հարցրեք իրենց, ինչ եք ուզում, ասեք։ Մենք ուզում ենք իմանալ ի վերջո ձեր հրաժարականի պատճառը, պարոն Հովհաննիսյան, որը չեք ասում։ Ինչն եք սխալ անում, որ ձեզ հեռացրին պաշտոնից։ Իդեպ, ես եմ դիմում գրի, իմ դիմումի համաձայն ես ներողություն, շատ լավ։ Այս պահին այդպես էր պետք, ավելի լավ էր։ Քանի որ թույլ էիք տվել մարդու Հայաստանի Հանրապետությունից դուրս գալը, որը հետո հիմք հանդիսացավ ձեզ գործից ազատել։ Նման բան չի եղել։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է այն մարդիկ եղել նման բան, ես գործից ազատվելուց մի քանի օր հետո շնայածելի են չար լեզուները, բամբասկոտ լեզուները խոսում էին Ամերիկա գնալու, բայց ես Ամերիկայի տոմսեր գնել էի դեռ 4-5 ամիս առաջ, թույլտվություն ունեի ղեկավարությունից, որ պետք է գնայի, եւ սկսեցին ավել պակաս խոսել, որը իրականության չէր համապատասխանում։ Ասեք, որ ավել պակաս չխոսեն, ասում են Գագիկ Ծառուկյանի որդուն, որ թույլատրել են երկրից դուրս գալ, դրանով Չգիտեմ, իմ հետ չեք կարող, ոչ ոք չի կարող, իմ անձի հետ կապ։ ասում են ազատվել են, այդ թվում եւ Վարսաստիճան Փաշինյանը։ Ես չգիտեմ, ով ինչ է ասում, բայց նման բան չկա, իմ հետ։ Հովհաննիսյան, առավոտից այսպես մամուլում հոսում է տեղեկատվություն, որ վարչական ռեսուրս է կիրառվել, ոնց եք վերաբերվում, ձեր ժամանակ էլ է։ Ինչ եք ինձ հարցնում դա։ Ինչ վարչական ռեսուրս։ Ես որպես քաղաքացի մասնակցում եմ այսօրվա միջոցառմանին։ Ովքեր են եկել ձեզ հետ այս քաղաքական միջոցառմանը։ Բոլորը, մեր մարզի բնակչություն, հազարավոր մարդ։ Ինչպես են եկել։ Դուք եք հորդորում։ Մի քանի հազար մարդիկ մասնակցում են այս պահին, եկել են Արարատի մարզից, հիմա մի քանի հազար ոչ, ոստիկաններ չեն, հնարավոր է
շատ նախկին ոստիկաններ կան մեր կողքին, քաղաքացիներ են, մեր հայ մարդիկ են։ Ի վերջո Խնդրում եմ ավարտենք էլի։ հունիսի 12-ին Զայրա 3-ից կիրառել։ Խնդրում եմ ավարտենք։ Զայրա 3-ից կիրառել, պարոն Ուղղաշ։ Խնդրում եմ ավարտենք։ Դա էլ ասեք Դրանով։ Կիրառվել է Զայրա 3-ը։ Հունիսի 12-ին։ Ինչ որ կիրառվել է, օրենքի սահմաններում է եղել։ Օրենքի սահմաններում է ամեն ինչ եղել։ Շնորհակալ ենք ձեզանից։ Ես ձեզ շատ սիրում եմ, հերիք է։ Փոխադարձ է։